Ուրախ ավտոբուսը, պարոն Փաշինյանի ուրախ ավտոբուսը շարունակում է թափառել Հայաստանի տարբեր մարզերում, ոնց որ թե ուրեմն իմացար Լոռու մարզում եղել է, Տավուշում եղել է, Տավուշ Լոռի իրար հետ է, շաբաթ-կիրակիով բանով, հա, Արագածոտն Շիրակ իրար հետ է լմնցվել եւ անցած շաբաթվա վերջին, շաբաթ-կիրակի Սյունիք Վայոց Ձոր։ Դեղարանքը ինչ մնաց, դեղարանքը մնաց Երևան եւ 4 մարզ։ Ներկուսակցական քարոզարշավ բան ժողովուրդ ջան, այդ պրիմիտիվ բառերը այլևս պետք է կողքի դնել, պետք է խոսել քարոզարշավ ձևակերպման մասին։ Ինչ անօրինական է, թե օրինական է, պետք է ասեմ, որ օրինական է։ Օրենքը չի արգելում ազատ օրերին պետական պաշտոնյաներին, նախարար, վարչապետ եւ այլն գնալ հանդիպել մարդկանց հետ, ինչ մեթոդով որ իրենք կկամենան, բացառությամբ հանցագործ մեթոդների։ Այս իմաստով պարոն Փաշինյանը ուշադիր է խոստումներ տալու ժամանակ նյութական խոստումներ չի տալիս, ընդհանրական քաղաքական խոստումներ տալիս է իհարկե եւ նվիրատվությունների ինչ որ թանկարժեք բաներ նվիրել սրան նրան նման բաներ չկան։ Մարդիկ դիմում են իրեն խնդրում են առանձին զրուցել, բացատրում է որ հիմա այդ պահին առանձին զրուցել չի լինի, հրապարակային ասեք, իրեր է տանում ծանր ուրեմն ինչ է գնումներ է բարձրացնում բնակարաններ գնում մտնում է տներով ամենա իր պոպուլյար մեթոդն է օգտագործում դա ուղիղ շփումն է մարդկանց հետ չեմ մեղադրում քննադատական իմաստով չեմ ասում ավելի լավ է քան թե ինչ է անունը պատարակապաշտությունը պատարակաշինությունը բանը ինչ էր անունը կուսակրոնության բազարը առաջ տանել կաբինետում մարմնի մասեր ցուցադրելու առաջարկ անհամեմատ լավ է ինչ որ առաջընթաց կա այստեղ հա բարելավում կա վիճակի հա այնպես որ պիտի հուսանք որ հանկարծ նորից ետ չի գնա էլի այդ բարելավումը լինում են չէ դեպքեր որ ասում ես ահա լավ է արդեն լավ եղանակները բացվեցին արդեն կարելի է դուրս գալ դաշտ ուրեմն գյուղատնտեսական աշխարհում եկել անձրևը խփում բան է եղնում այստեղ միշտ է ռիսկը կա չես իմանա էլի որ պահին պարոն Փաշինյանը կորոշի նորից վերադառնալ պատարակաշինության կաթողիկոսաանդրության ես մեկուս մյուս օր ինչեր կմոգոնի դժվարանում եմ ասել իսկապես բարդ է կռահելը կուշակելը այս իմաստով այդ հանդիպումները իմ գնահատմամբ շատ ավելի շահեկան դիրքի են բերում իրեն, քան թե մրցակից քաղաքական ուժերին նրանց կատարած գործողություններն են բերում։ Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ լայքել եւ բաժանորդագրվել ալիքը։ Դրանով դուք կնպաստեք, որ հաղորդումներն ավելի շատ մարդ տեսնի։